with Republicans and we never had a shutdown. Միացյալ Նահանգներում ֆինանսական քաոսային վիճակ է։ Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ, եկող տարվա բյուջե ընդունել։ Այս ամենը, ինչպես Միացյալ Նահանգներում ընդունված ասել, բերել է շատդաունի, արգելակման։ The last person that wants to shut down is us now. Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում միջին եւ ստորին օղակներում աշխատողներին պետությունը կուղարկի չվճարվող արձակուրդի։ ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի վճարել միայն կարևոր պետական օղակներում, ռազմական ինստիտուտներում, օդանավակայաններում աշխատողների աշխատավարձերը։ As leverage and to shut down the Նմանատիպ շատդաուն եղել է 7 տարի առաջ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում չէին աշխատում տրանսպորտային միջոցների մեծ մասը։ Աշխատակիցների կրճատման պատճառով մարդիկ աշխատանքից էին ուշանում։ Այգիներում աղբեր գոյացել, պետական թանգարանները եւս փակ էին։ Թրամփը Սպիտակ տանը ընդունելով մարզիկներին հյուրասիրում էր Մակդոնալդսի բուրգերներ, քանի որ խոհարարին արձակուրդ էր ուղարկել։ And it's going to happen now. Այս ֆոնին ոսկու բորսայական գինը գերազանցել է տրոյական ունցիայի դիմաց $3,900։ ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար ընդմիջումը տեղի էր ունեցել Թրամփի նախագահության առաջին ժամկետում եւ տևել էր 35 օր։ Այն ժամանակ 420,000 մարդ պետական աշխատանքը կատարում էր ավանսով, չվճարվելով դրա դիմաց, իսկ 380,000-ին ուղարկել էին հարկադիր պարապուրտի։ Երկու խոշոր կուսակցությունները այդպես միմյանց բախման համար որպես քաղաքական գործիք օգտագործում են այս շատդաունը։ Միանշանակ ընդդիմությունն է սա օգտագործում եւ ընդդիմության այդպես նպատակից ելնելով քաղաքական միջամտության գործիք է համարվում ընդհանրապես։ Տնտեսագետները ԱՄՆ-ում ստեղծված այս վիճակը հիմնականում պայմանավորում են Թրամփի սխալ ֆինանսատնտեսական գործունեությամբ։ Թրամփն ինքն էլ դեմոկրատներին է մեղադրում։ Սպասվում էր, որ մաքսատուրքերի բարձրացումը դոլարի արժևորման կբերի, սակայն հետագայում դոլարի ինդեքսը սկսեց արժեզրկվել, քանի որ դրան հաջորդեց այսպես կոչված One Big Beautiful Bill-ը։ Դրա հետևանքով ԱՄՆ-ն բավականին շատ եկամուտներ կորցրեց։ Միջազգային բորսաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ արժեզրկվել է։ Որոշ տնտեսագետների կանխատեսմամբ սա իր հերթին կարող է բերել հումքային ապրանքների գների բարձրացման։ Տնտեսագետների մի մասն էլ նշում է, որ Միացյալ Նահանգներում 1 միլիոն մարդու աշխատանքից ժամանակավոր ազատումը աշխատավարձ չվճարելը շատ մեծ բացասական էֆեկտ չի կարող թողնել։ Գործազրկության Ամերիկայի Միացյալ Նահանգների 350 միլիոն բնակչության մոտավորապես 1 միլիոնի աշխատավարձը կամ ժամանակավորապես աշխատավարձի վճարման դադարումը չի կարող այդպես հանքահունքային ապրանքների վրա կամ այլ ապրանքների գնաճի վրա ազդեցություն թողնել։ Օվկիանոսից այն կողմ տեղի ունեցող ԱՄՆ բյուջետային կոլապսային ալիքն ըստ տնտեսագետների դժվար թե իր բացասական ազդեցությունն ունենա եւ հասնի նաեւ Հայաստան։ Այդ ազդեցությունը մեր երկրում առաջիկա օրերին աննշան կերևա արտարժութային շուկայում։ Կարճ ժամանակահատվածի շոթդաունները չեն ազդում փոխարժեքի վրա եւ այդպես տատանումներ մեծ հաշվով չեն լինում, նամանավանդ մեր նման շատ ավելի փոքրիկ երկրներում, որտեղ ազդեցությունը շատ ավելի ուշ է հասնում։ Երկարաժամկետում բարի է կանխատեսել ու իրատեսական չի լինի դա, որովհետև երկարաժամկետը չգիտենք ինչ ժամկետով կտևի եւ ինչ նպատակի հասնելու համար, ընդ որում ինչ արդյունքի կարող է հասնել ընդդիմությունը այս գործիքը կիրառելով։ Առավոտյան ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ բյուջեի չհաստատման պայմանավորված դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի։ Չհաստատված բյուջեի պայմաններում, սակայն ԱՄՆ-ում եւ ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։